Առաջարկը ումից եղավ ձեզ։ Առաջարկը եղել է Սերժ Սարգսյանից, ես շատ ուշ Սերժ Սարգսյանը։ Այո, շատ ուշ երեկոյան, փետրվարի կարծում եմ, Տեր-Պետրոսյանի հայտարարության նախօրեն էր։ Նախորդ նկատի նախորդ օրը։ Նախորդ օրը, հա։ Ինձ զանգ տվեց երեկոյան ուշ Սերժ Սարգսյան, մենք հանդիպել ենք, ինքը նախնական ներկայացրեցին իրենց մտադրության մասին, ասեցի, բայց կարծում եմ նման առաջարկություն այդպես փողոցում ոտքի վրա չեն կարող լինել, ասեցի իհարկե, այդ դեպքում պայմանավորենք առավոտյան ժամը 9-ին վարչապետի Էժանա Քոչարյան դեռ վարչապետ էր, վարչապետի աշխատասենյակում։ Ես առավոտյան, մյուս օր առավոտյան ժամը 9-ին այնտեղ էի, այնտեղ էր եւ Սերժ Սարգսյանը, եւ Քոչարյանը, եւ Վազգեն Սարգսյանը, եւ Ես մտածում եմ Վազգեն Սարգսյանն առաջարկը։ Չէ։ Եվ այդ առաջարկը հնչեց նորից, ես համաձայնությունը ստալուց առաջ մի քանի պայման եմ դրել, օրինակ, ասի ես ուզում եմ, որ դուք իմանաք, պայմանավորվենք, որ ես մի քանի ամսվա ազգային ժողովի նախագահ չեմ լինի, հետևաբար եկեք պայմանավորվենք, որ ազգային ժողովը կգործի իր սահմանադրությամբ իրեն վերապահված ողջ ժամկետում, այստեղ եկանք ընդհանուր հայտարարի։ Երկրորդ պայմանը, որ ես դրեցի, ասեցի, որ ես գտնում եմ, որ ՀՀՇ-ն չպետք է հետապնդվի, այնպես ինչպես հետապնդվում էր ՀՀՇ-ի ժամանակ Դաշնակցությունը, նույնիսկ ես օրինակն եմ բերել, ասի դա հետագա քաղաքական կայուն զարգացումների համար իմ պատկերացմամբ ունի շատ կարևոր նշանակություն, այստեղ համաձայնության եկանք եւ երրորդ պայմանն եմ դրել, ես ասեի, ես գտնում եմ, որ Վանոն չպետք է հետապնդվի, այստեղ ենք եկել ընդհանուր հայտարարի, ճիշտ է, հետագայում այդ Վանոյի հետ կապված պահը խախտվեց, բայց ես ազնիվ էի իմ պայմանավորվածությամբ, ես մատս անգամ չեմ, այսինքն դյուզն անգամ չեմ նպաստել, որպեսզի այն հարցը, որ Վանոյի հետ կապված, Սիրադեղյանի հետ կապված մտել էին ազգային ժողով կառավարությունը, որպեսզի ես այդ բանին ընթացք տայի, նույնիսկ այդ լավ հիշում եմ, այդ ժամանակ ասում եմ, որ կանգնած ընտրություն կամ ազգային ժողովը կցրեն, կամ այդ ես համոզված եմ, որ դա չէր լինելու, ինչև է, ես այսպես է եղել, իմ ուրեմն համաձայնությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցում, կրկնում եմ, ինձ բացառապես հետաքրքրում մի բան, ակնհայտ էր, որ այդ հրաժարականների ամբողջ այդ շարքը տեղի էր ունենալու, հետևաբար շատ էական էր, որպեսզի դրանից հետո պետությունը այդուհանդերձ ներքաղաքական կյանքը քիչ թե շատ լինի կայուն եւ կանխատեսելի։